Ունեմ եւս մեկ նպատակ՝ հարգանքի տուրք մատուցել մեր բարեկամին եւ Իսրայելի հավատարիմ ընկերոջը՝ Լինսի Գրեմին։ Ուստի արտադրում ենք եւ նոր գործարաններ ենք կառուցում, հատկապես փետրոիդներ ենք շատ արտադրում։ Ուկրաինայի եւ Իսրայելի ղեկավարներ Վլադիմիր Զելենսկին եւ Բենյամին Նեթանյահուն ժամանել են Վաշինգտոն, որտեղ հանդիպում են ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին։ Մերձավոր Արևելքում եւ Եվրոպայում, ինչպես միշտ, խճճված քաղաքական կացությունը Իսրայելը եւ Միացյալ Նահանգները ունեն ընդհանուր թշնամի հանձին Իրանի։ Իսրայելը սարսափում է Ամերիկայի եւ Իրանի կապերի բարելավման նույնիսկ տեսական հեռանկարից։ Ուկրաինան եւ Միացյալ Նահանգները ունեին ընդհանուր թշնամի հանձին Ռուսաստանի, սակայն այսօր Վաշինգտոնը եւ Մոսկվան, մնալով սկզբունքային մրցակիցներ, այնուամենայնիվ բացահայտ թշնամիներ չեն։ Ուկրաինայի ոխերիմ թշնամին Ռուսաստանն է եւ երբեմնի հուսալի դաշնակիցը Ամերիկան, սակայն Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո Վաշինգտոնի եւ Կիևի հարաբերություններում ակնհայտ սառեցում է։ Եվրոպան մնացել է Ուկրաինայի դաշնակիցը, բայց հիմա էլ սառնություն է նկատվում հին մայրցամաքի եւ նոր մայրցամաքի հարաբերություններում։ Ամերիկան ցանկացած պահին կարող է վերսկսել Իրանի ռմբահարումը, ինչին ի պատասխան Իրանը կհարվածի տարածաշրջանում ամերիկացիների եւ նրանց դաշնակիցների հենակետերին եւ էներգետիկ կենտրոններին, դե իսկ ռուսները եւ ուկրաինացիները ամենօրյա ռեժիմով են իրար հարվածում։ Այդ ամենը կարծես քիչ էր, հիմա էլ իրանցիները սպառնում են պատասխանել ուկրաինացիներին Կասպից ծովում իրանական բեռնանավին հարվածելու համար։ Կիևը պատասխանել է, թե Ռուսաստանին հրթիռներ եւ անօթաչուներ վաճառող Իրանը չի կարող ներկայանալ որպես անմեղ զոհ։ Նեթանյահուն եւ Զելենսկին Թրամփից նույն բանն են ուզում՝ զենք եւ քաղաքական աջակցություն, բայց կան նրբություններ։ Նեթանյահուն երազում է, որ Թրամփը շարունակի պատերազմը, Զելենսկին էլ երազում է, որ Թրամփը ճնշում բանեցնի եւ ստիպի ռուսներին դադարեցնել պատերազմը։ Երկու այցերի պաշտոնական առիթն է հրաժեշտ տալ սենատոր Լինսի Գրեմին։ Հարավային Կարոլինայից սենատ ընտրված հանրապետական Գրեմը միաժամանակ եւ Ուկրաինայի եւ Իսրայելի համոզված աջակիցն էր, կոչ էր անում չափազանց կոշտ քաղաքականություն վարել եւ Իրանի եւ Ռուսաստանի նկատմամբ։ Նա ավարտվել է հուլիսի 11-ին, մեկ օր անց Կիևից կատարած այցից հետո։ Կիևում հայտարարել են, որ սենատորի անժամանակ մահը մեծ կորուստ է ագրեսորի դեմ պայքարող Ուկրաինայի համար։ Նեթանյահուն ասել է, որ ԱՄՆ-ում կհանդիպի բարեկամ Դոնալդ Թրամփի հետ, դա կլինի նրանց 8-րդ հանդիպումը Թրամփի ընտրությունից հետո։ Նրանք կքննարկեն երկկողմ հարաբերությունները եւ իհարկե Իրանի թեման։ Ունեմ եւս մեկ նպատակ՝ հարգանքի տուրք մատուցել մեր բարեկամին եւ Իսրայելի հավատարիմ ընկերոջը՝ Լինսի Գրեմին։ Երկու լիդերների հետ Թրամփը բնականաբար առանձին է հանդիպելու։ Դառնալով Իրանի թեմային, նա ասել է, թե Ամերիկան շատ զենք ունի։ Մի մեծ բաժին նախկին նախագահ Ջո Բայդենը փոխանցել է Ուկրաինային, բայց հիմա պաշարները վերականգնվում են։ Ուստի արտադրում ենք եւ նոր գործարաններ ենք կառուցում, հատկապես փետրոիդներ ենք շատ արտադրում։ Ուկրաինան հայտնել է, թե Ռուսաստանը Իրանին փոխանցում է արբանյակային լուսանկարներ, որոնց միջոցով իրանցիները Պարսից ծոցում կարող են թիրախավորել ամերիկացիներին։ Դե պետք է պարզենք, ճիշտ է։ Ես կհարցնեմ Պուտինին, եթե այդպես է, տեսեք, ռուսները շատ սարքավորումներ են տվել Վենեսուելային, եւ ինչով դա վերջացավ։ Թրամփի խոսքով այդ տեխնիկան լավը չէր, կարող են տալ Իրանին, որը սակայն այսօր ոչ օդուժ ունի, ոչ ծովուժ, ոչինչ չունի։